մեր պատկերացմամբ առաջիկա ժամանակներում վերջապես ցևը պիտի գտնվի եւ այն կորձիչները, այն անհատները, որոնք որոշ չափով հասարակական կարծիքի վրա ազդեցություն ունեն, որոշ չափով հարկանք են վայելում, այդ անհատները կամ շրջանակները, նայեցեք, ես հատուկ քաղաքական ուժեր չեմ ասում, որտեղ մեծամասամբ կարող ենք ասել չկա նույնիսկ։ Ուրեմն այն շրջանակները եւ անհատները, որոնք իրենց պատկերացնում են թուրքական եւ ռուսական ազդեցությունից դուրս, պետք է իմիքան հստակ օրագարկի շուրջ գործակցելու նպատակով։ Ոչ թե ինչ-որ ջագատ ցևավորելու, ինչ-որ միություն ստեղծելու, ինչ-որ միավորվելու եւ այլն, այլ հստակ օրագարկի շուրջ գործակցելու նպատակով պետք է այս համախմբումը տեղի ունենա։ Պիտի սկսենք այս օրերին մենք զբաղված ենք այդ հարցով, ասենք ստեյչան հանդիպումներ ունենում ենք եւ հեշտ չի նաեւ այս օրերին մեր նման ուժի համար, որը անընդհատ մշտադիտարկման տակ է եւ շատեր իմանում են, որ այդպես է։ Մենք խնդիր չունենք, բայց շատեր այդ երևույթը իրենց համար խորտ է։ Վախենում են։ Շատեր վախենում են։ Ինչ այսպես հանգամանքներից ելնելով դժվարությունները շատ են շաբաթներ է անցամբ ես հանդիպել եմ բազմաթիվ մարդկանց հետ դա լինում է մեր գրասենյակում կամ մեր գրասենյակից դուրս քաղտնի չի հանդիպումները սակայն շատեր չեն ուզենա որ դա գրասենյակներում լիներ եւ այլն ուրեմն ինչ է մեր առաջարկությունը ես արիտից օգտվելով այժմ եւս բարձրացան ենք մեր առաջարկը ինչպես ասեցի շրջանակներ եւ անհատներ գործիչներ որոնք դուրս են ռուսական եւ թուրքական ազդեցությունից պետք է իմիքան հստակ օրագարկի շուրջ գործակցելու նպատակով օրագարկն է Փաշինյանի հերացում անցումային կառավարում եւ նոր ընտրություններ արտահայտ ընտրություններ այժմ մենք մեր հանդիպումների ընթացքում ինչպես ենք հերացնելու Փաշինյանին եւ անցումային փուլի փոխանցությունը ինչպես պետք է լինի այդ մասին չենք խոսում ասում ենք նախ համաձայնվենք օրագարկի շուրջ գործակցում ենք թե չէ այս օրագարկի շուրջ եթե այո ապա տեսնենք ուրիշ ովքեր կան որոնք պատրաստ են գործակցելու ապա հավաքվենք քանի հոգի ենք մի քանի տասնյակ ենք 100-ի մոտ ենք հավաքվենք քննարկենք այնտեղ քննարկենք արդեն մարդիկ իրենց բարձրացան մտքերը արտահայտել ինչպես է ով ինչպես է պատկերացնում ինչպես ենք հերացնելու եւ հանցումային ինչպես պետք է լինի եւ այլն որովհետեւ ի սկզբանե որ բոլորը միասին դնում ես ավելի փարտացնում ես հիմա մենք փորձում ենք հնարավորինս քիչ հա մտքեր որի շուրջ նախ համախմբում լինի գործակցության պայմանավորվածություն լինի իսկ ինչպեսի շուրջ հետո միասնապար ոչ թե մենք ենք առաջարկել ինչպես հնարավոր համարում եք որովհետեւ ժամանակը գնում է մենք այլևս չունենք ժամանակ իսկ ովքեր որ այսօր խոսում են ասենք առավել եւս 26-ի ընտրություններին ընտրություններով փոփոխությունը սпасել անհեթեթությունը այսինքն մենք բոլորս գիտենք որ մեր երկրում ընտրություններով փոփոխություն չի եղել ուստի եւս չի լինի մինչեւ 26 իրավիճակի փոփոխություն լինի եւ հետո լինի ընտրություն դա ուրիշ հարց բայց առանց իրավիճակ փոխվելու առանց Փաշինյանին քշելու ես չեմ պատկերացնում բայց անշուշտ իմ ամեն ինչ իր ժամանակին ես մենք նույնիսկ ասում ենք որ այսօր մենք չենք ուզում խոսել արտահերտ կամ հերթական ընտրություններից մենք այսօր ուզում ենք խոսել հրադապ Նիկոլին այո այս է օրագարկը այսինքն չպիտի հասնենք 26 թվականին որովհետև 26 թվականին հասնել կնշանակի նաև այդ հանրաքվեն այո հանրաքվեն կարող այո իրենք կանեն միասին են ուզում արտահերտ անեն այս տարի կարող են անել ով ասես որ 20 ասացին մինչև 26 թվականը պատրաստ կլինի բովանդակությունը կամ նույն այս Գիրագոսյանների հրաժարականները եւս ցույց են տալիս գործընթացի արագացումը Աբա բիդի իմ թվարկածս այսպես ասած պարամետրեր լրացնող մարդիկ բիդի չափանիշները լրացնող մարդիկ բիդի ուժ գտնեն իրենց մեջ եւ այստեղ բոլորին բարդաթիր չէ որ
այդ համախմբվող մարդիկ այդ օրագարկի շուրջ իրենք բոլորն էլ քաղաքական բեր վերցնելու ցանկություն կամ ունակություն ունեն։ Բադաթիր չէ։ Այստեղ քչերը կարող են այդ բերը վերցնել, բայց աջակցման հանգամանք շատ կարևոր է, նաև շատ կարևոր է ինտելեկտուալ այդ համախմբման մեջ կերիշխի այդ ինտելեկտուալ համագարկ մտածող նաև մարդկանց համախումբ լինի։ Մնում է չվախենան բևերից։ Ինչպես։ Մնում է որ չվախենան բևերից։ Կարծում եմ որ ժամանակները ստիպելու են որ մենք հաջող ենք, այսինքն պատկերացրեք որ մենք ունենում ենք հանդիպումներ, որը հավանաբար 5 տարի առաջ, 3 տարի առաջ չենք պատկերացնում, որ այդ մարդկանց հետ մենք պետք է հանդիպենք կամ իրենք չէին պատկերացնի, մեր հետ պետք է հանդիպենք։ Երկուստեք հասկանում ենք, որ պետք է իրար հետ խոսենք։ Ինչ է նշանակում այն մեկ կողմ կաշված նույն բանն ենք ասում, նույն մտահոգությունը ունենք, չենք ուզում լքել մեր հայրենիքը, ունենք որոշում չլքելու եւ չենք գործակցում։ Անհետաձգություն է սա։ Բաժանորդագրվեք ազգային ժողովրդավարական բևեռի YouTube-յան ալիքին։